ինքը ցանկանում է միշտ մնալ օրակարգի մեջ, այս կոնֆլիկտը իրեն պետք է անընդհատ ջրի երեսին մնալու համար, քաղաքական դաշտում ինքը երևալու համար, օրակարգ թելադրելու համար։ Այս օրակարգը հիմք չունի, այս օրակարգը ներսից փտած օրակարգ է, որովհետև եկեղեցու հետ կապված հարցերը իհարկե այսպես չեն լուծվում։ Պարզից էլ պարզ է, որ այսօր մարդկանց տարական խնդիրները լուծելու փոխարեն, թոշակի խնդիրը լուծելու փոխարեն, գերիների վերադարձի խնդիրը լուծելու փոխարեն, 150,000 տարագրված մարդու խնդիրը լուծելու փոխարեն եւ բազմաթիվ այլ խնդիրներ լուծելու փոխարեն մարդկանց խառնել է իրար իբրև թե եկեղեցու նորոգման օրակարգ է առաջ տանում։ Եվ մեծ աշխարհաքաղաքական այն ցնցումները, փոփոխությունները, որ տեղի են ունենում եւ որոնք մեզ համար շատ լուրջ վտանգներ են ներկայացնում, այդ վտանգներին դիմակայելուն ընդառաջ, այդ վտանգներին ընդառաջ մեզ պետք էր միասնականություն, մեզ պետք էր ամրություն, իսկ ինքը շարունակում է քանդել մեր միասնականությունն ու ամրությունը։ Այն եկեղեցու մեջ հերձվածի չի բերի այս քայլը։ Չէ, ես կարծում եմ ավելի շատ պարզապես որոշ հոգևորականներ բարձրաստիճան վախի ու շանտաժի ներքո այդպես իրեն ժամանակավոր ծառայություն են մատուցում։ Ընտրությունների արդյունքում իրեն ուղարկենք պատմության գիրկը, ամեն ինչ կվերադառնա։ Իհարկե ամեն մեկը պատասխան տալու է։ Այդ հերձվածողները պատասխան տալու են իհարկե։ Ինչպես կգնահատեք, որ նկատվում է հսկայական թվով շրջաններից են մարդկանց։ Իհարկե պետական ապարատից են բերել տարբեր տեղերից էլ մարդկանց բերել են եւ շատ ակնհայտ էր, որ աջակցություն չկար։ Իրեն քահանայի տեղ դրած կոչեր էր անում եւ տեսնում ենք, որ մարդիկ, ովքեր որ հավաքվել էին, սրտանց չէին իր հետ բնականաբար։ Այնքան որ բերման էին ենթարկվել, եկել էին այստեղ։